Նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է պնդել, որ Գրենլանդիան պետք է դառնա Միացյալ Նահանգների մաս։ Նա նախատեսում է փետրվարի 1-ից 10% մաքսատուրք սահմանել Գրենլանդիա զորքեր ուղարկած եվրոպական 8 երկրի նկատմամբ, իսկ հունիսի 1-ից մաքսատուրքը բարձրացնել մինչև 25%, այնքան ժամանակով, քանի դեռ համաձայնություն ձեռք չի բերվել Դանիայից Գրենլանդիան գնելու շուրջ։ Գրենլանդիայի վարչապետը հայտարարել է, որ կղզին ունի ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք եւ չի տրվի սպառնալիքների ճնշմանը։ Դանիային եւ նրա կազմի մեջ մտնող Գրենլանդիային աջակցություն են հայտնել եվրոպական տարբեր երկրներ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի խոսքով մաքսատուրքերի բարձրացումից կտուժեն ինչպես ԱՄՆ քաղաքացիները, այնպես էլ Գերմանիայի եւ Եվրոպայի տնտեսությունները։ Նա շեշտել է, առևտրային պատերազմ չեն ցանկանում, բայց ի վիճակի են պատասխանել մաքսատուրքերին։ Իր հերթին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը սխալ է որակել մաքսատուրքեր սահմանելու Թրամփի մտադրությունը, նշելով. «Տարաձայնությունները պետք է լուծվեն քննարկումների միջոցով»։ Սթարմերը նաև խուսափել է խոսել Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքերի մասին, շեշտելով Լոնդոնը եւ Վաշինգտոնը մտերիմ դաշնակիցներ եւ գործընկերներ են։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը թեմայի շուրջ Պաշտպանության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել, իսկ Դանիայի եւ Գրենլանդիայի պաշտոնյաները հանդիպումներ են անցկացնում Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ։ Միացյալ Նահանգների սպառնալիքներին արձագանքման տարբերակները հունվարի 22-ին կքննարկվեն Եվրամիության 27 երկրների ղեկավարների արտահերթ գագաթնաժողովում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձևավորում է խաղաղության խորհուրդը, որն իր աշխատանքը կսկսի Գազայի հատվածի հետ պատերազմյան կառավարումը վերահսկելուց, այնուհետև կզբաղվի աշխարհի մյուս հակամարտություններով։ Reuters գործակալությունը, որի տրամադրության տակ է հայտնվել խաղաղության խորհրդի կանոնադրության նախագիծը, նշում է, որ դրան անդամակցելու հրավեր է ստացել շուրջ 60 երկիր, սակայն ոչ բոլորն են անմիջապես արձագանքել, քանի որ մտավախություններ ունեն, որ խորհուրդը կարող է խաթարել ՄԱԿ-ի աշխատանքը։ Ըստ Reuters-ի երկրների անդամակցությունը կսահմանափակվի 3 տարի ժամկետով, սակայն $1 միլիարդ վճարելու դեպքում տվյալ երկիրը կստանա խորհրդի մշտական անդամակցության իրավունք։ Խաղաղության խորհուրդը նախագահելու է Դոնալդ Թրամփը, դրա կազմ մտնելու հրավեր են ստացել Եվրամիության տարբեր երկրների, Թուրքիայի, Կանադայի ղեկավարները, Ռուսաստանի եւ Բելարուսի նախագահները, Հնդկաստանի վարչապետը, Եվրահանձնաժողովի նախագահը։ Հունգարիայի վարչապետը, Ղազախստանի եւ Ուզբեկստանի նախագահներն արդեն ընդունել են Թրամփի հրավերը։ Իսպանիայի Ադամուս քաղաքի մոտակայքում հունվարի 18-ի երեկոյան արագընթաց գնացքը դուրս է եկել գծերից եւ բախվել հանդիպակաց մեկ այլ գնացքի։ Վթարի հետևանքով զոհվել է առնվազն 39 մարդ։ Զոհերի եւ վիրավորների մեծ մասը եղել են երկրորդ գնացքի առջևի վագոններում, որոնք եւս դուրս են եկել գծերից։ Շուրջ 170 մարդ վիրավորվել է, մի քանի տասնյակ մարդ դեռ հիվանդանոցում է։ Երկու գնացքում եղել է շուրջ 400 ուղևոր։ Իսպանիայի կառավարությունը երրորդյա սուգ է հայտարարել։ Երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը, որն այցելել է վթարի վայր, խոստացել է պարզել տեղի ունեցածի պատճառները։ Իսպանիայի տրանսպորտի նախարարի խոսքով շատ տարօրինակ է, որ գնացքը գծերից դուրս է եկել երկաթգծի ուղիղ հատվածում, որի վերանորոգման համար մայիսին հատկացվել էր 700 միլիոն եվրո։ Ըստ նախարարի նոր էր նաև գնացքը։ Իսպանիան ցավակցություններ է ստացել բազմաթիվ երկրների ղեկավարներից։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։